Ես Հայաստանում շատ տեսել եմ, բայց տեսնել ու կողնվել եմ մեկ անգամ, որտեղ երևի են պահվել, բայց հիմնականում տեսել եմ այստեղ սալիկապատ ու հետո ինձ ասացին, որ մեծահարուստներն էին սալիկապատում, որտեղ Երևանում ինչքան որ տեսել եմ երկաթյա էր, ինչի սովորաբար երեք գույն, արծաթագույն էր, կանաչ ու կապույտ, բայց մի գաղտնիք էլ կա սրա մեջ, շատ հետաքրքիր, այդպես սկսեցի ուսումնասիրել, հետաքրքրեց, որ տները, որ եկամտաբեր էին, չունեն են հատվածը, որտեղ որ այստեղ բաց պիտի լիներ ու ցախ են պիտի։ Իսկ այն տան համար, որտեղ որ պիտի տերերը ապրեին, այդ բաց է, ինչու համար։ Տակը կա գաղտնի ճանապարհ, որը իջեցնում է նկուղ և որտեղ անում էին կախարդություններ ու գուշակություններ։ Մեզ նվիրել է նրա ծանոթին, Ալենա Կալեսնիկովան, ասաց, որ ճիշտ տեղն է, որ էստեղ լինի։ Դնում է դաշնամորին ու եկողները իր տվյալներն էր գրում, գծում մեջ է։ Այդ ժամանակ դեպի կան չկար, բայց մենք պահում ենք նրա իր ծրագրով գրված ազանագորմորից իրար։ Դա նրա փորն է ուղարկել, իր մաս արվեսել։ Այստեղ հայրական հիմնադիրներն են, իրականում վեցն են, այդպես իր կարոտ է ապրել։ Այս բնությունից, հա, լսում են ճիշտ ապսերի բնությունը լինի սավարելում։ Արձանը նվիրել է վրացի պատգամավոր Դավիթ Իգնատին, Հումանյանի ծննդյան 150 ամյակը։